Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ։ Մայիսի 3-ին էլ նույն ձևաչափով պարարտանյութի 8 վագոն էր ուղարկվել։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում տեսակապով միացած Ադրբեջանի նախագահը իր ելույթում ողջունել էր Հայաստանի հետ առևտրաշրջանառության վերականգնումը։ Նա նաև հավելել էր, որ հետագայում դրանք շարունակական են լինելու ավելի մեծ թափով։ Անցած տարվա հոկտեմբերին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը։ Արդեն նոյեմբերից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխվել ռուսական եւ ղազախական ծագման ցորեն։ Իրանում ակնկալում են, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում Սպուտնիկ Արմենիային ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Ենթադրաբար 2026 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ։ Այցի գաղափարը հնչել է, բայց հետո մի շարք իրադարձություններով, այդ թվում Իրանի դեմ պատերազմով պայմանավորված, երկիրն ամբողջությամբ կենտրոնացել է ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվել են։ Կարևոր է հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները, ընդգծել է դեսպանը։ Գարունն արդեն ավարտվում է, բայց որոշ մարզերում դեռ ձմեռ է։ Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի եւ Արագածոտնի մարզերում տեղացող ձյան կադրերից։ Այսպիսի անոմալ երևույթ վերջին տարիներին չէր եղել։ Բելարուսի արտգործնախարարությունը բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Նրան վճռական բողոք է ներկայացվել եւ համապատասխան նոտա հանձնվել։ Վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների պատճառով, ասվում է նախարարության հաղորդագրությունում։ Բելարուսի նման կոշտ արձագանքը վերաբերում է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արված հայտարարությանը։ Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել գուբերնիա։ Մենք չենք ղեկավարվելու Բելարուսիայի պես։ Երևանում անցկացվող գագաթնաժողովի օրը Բելարուսի արտգործնախարարությունը պատասխանել էր Սիմոնյանի հայտարարությանը, այն որակելով որպես նախընտրական պոպուլիզմ եւ սեփական ընտրողների ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ։ Միանգամից 3 խոշոր հրդեհ տարբեր երկրներում Թեհրանի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել է 11 հոգի, եւս 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հրդեհը բռնկվել է 3 երեկոյան, հայտնել են տեղի իշխանությունները։ Հրդեհները հանգիստ չեն թողնում նաև Լեհաստանին, երկրի արևելքում այրվում է 250 հեկտար փշատերև անտառ։ Կառավարությունը նախազգուշացրել է հնարավոր տարհանման մասին։ Իսկ Դուբայում այրվել է խոշոր երկնաքեր, զոհերի եւ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։ Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են Հեզբոլլահի մոտ 25 օբյեկտի, ներառյալ զենքի պահեստներ եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Սա տեղի է ունենում Իսրայելի առաջարկած հրադադարի ֆոնին։ Չնայած տարբեր երկրներ փորձում են արդարացնել իսրայելական հրետանու հարվածները, Հեզբոլլահը պարբերաբար շեշտում է, որքան ուժգին հարվածներ հասցնի Իսրայելը եւ փորձի գաղտնի ծրագրեր իրականացնել խաղաղության թակարդով, իրենց պատասխանը ավելի դաժան է լինելու։ Իդեպ, իր ելույթում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շեշտել էր, թե Իսրայելը Լիբանանի հետ որևէ խնդիր չունի եւ հրադադար է կնքել։ Մինչդեռ Իսրայելի օդուժը քամուն է տալիս անգամ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը, հարվածելով Լիբանանի բնակելի շենքերին, որտեղ Հեզբոլլահի նշույլ ակնհայտ չկա։ Չինաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պեկինում Իսլամական Հանրապետության դիվանագետին ընդունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից ընդամենը օրեր առաջ։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը անօրինական է եւ անհրաժեշտ են ուղիղ շփումներ կողմերի միջև։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին նշել է, որ Չինաստանը անկեղծ բարեկամ է իրենց երկրի համար եւ երկկողմ համագործակցությունը կուժեղանա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավոր դադարեցնել ազատություն նախագիծը, նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։ Truth Social-ի իր էջում Թրամփը հայտարարել է, թե այս որոշման հիմք են հանդիսացել Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքը, Իրանի դեմ արշավի ընթացքում ունեցած հսկայական ռազմական հաջողությունը եւ վերջնական համաձայնության հասնելու հանգամանքները։ Չնայած այս ամենին, նեղուցը կշարունակի շրջափակված մնալ, մինչեւ կողմերի վերջնական եւ ամբողջական համաձայնության գալը։
as it unfolds and ships get through. Հորմուզի նեղուցը Իրանին չի պատկանում, նրանք իրավունք չունեն այն փակելու։ Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանի դեմ պատերազմում իրենք 60% հաղթանակ են տարել, մինչդեռ Իրանը ոչ հանձնվել է մինչ օրս, ոչ էլ առավել եւս ընդունել, թե Հորմուզի նեղուցը իր երկրինը չէ։ Միթե ԱՄՆ պետքարտուղարը չգիտի, որ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իսլամական Հանրապետությանը, իսկ հարավայինը Միացյալ Արաբական Էմիրություններին եւ Օմանի մի փոքր մասին։ Ռուբիոն նույնիսկ հայտարարել է, թե ողջ աշխարհը Իրանի զոհն է, իրենց նպատակն էլ նեղուցը վերադարձնել նախապատերազմյան վիճակին։ Այս հայտարարությունն անում է մի պետքարտուղար, որի երկիրն առաջինն է պատերազմի դրոշ բարձրացրել։ Իրանը Հորմուզի նեղուցը հռչակել է իր ինքնիշխան տարածք եւ ստեղծել հատուկ վարչակազմ նավերի անցումը վերահսկելու համար։ Նոր կարգի համաձայն նեղուցով անցնող բոլոր նավերը պարտավոր են թույլատվություն ստանալ Թեհրանից եւ վճարել սահմանված տուրքեր։ Ի պատասխան սրան Վաշինգտոնը սկսել է նավերի ուժային ուղեկցման գործողությունը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի վերականգնել բեռնափոխադրողների վստահությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն հարվածել է ամերիկյան ռազմանավերին ու թիրախներ է խոցել Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքում։ Պենտագոնի ղեկավարությունը փորձում է նվազեցնել կատարվածի լրջությունը եւ պնդում է, թե հրադադարը դեռևս պահպանվում է։ Միջազգային առևտրային ընկերությունները խուսափում են վտանգավոր երթուղուց, իսկ Սպիտակ տունը չի բացառում ռազմական գործողությունների լիարժեք վերսկսումը։ The Times of Israel պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի ծովային շրջափակման պայմաններում Իրանի տնտեսական ներկա վիճակին։ Թեհրանը նախքան ռազմական գործողությունների մեկնարկը կուտակել է ներկրվող ապրանքների զգալի պաշարներ։ Այս նախազգուշական քայլի շնորհիվ երկրում դեռևս չեն կիրառվում առաջին անհրաժեշտության մթերքի սահմանափակումներ կամ քարտային համակարգ։ Բանկային ոլորտը նույնպես խուսափել է կանխիկացման արգելքներից կամ ավանդների զանգվածային դուրսբերումից։ Իսլամական Հանրապետության կառավարությունն առայժմ կարողանում է ապահովել ներքին շուկայի հարաբերական կայունությունը։